Ողջույն բարեկամներ, մենք կրկին օրագիր նյուսի տաղավարում ենք եւ շարունակում ենք Արցախական խորագրի ներքո զրուցել Արցախի Հանրապետության հասարակական, քաղաքական եւ պետական գործիչների հետ։ Այսօր մենք ունենք ավելի քան հետաքրքիր զրուցակից, մեր հյուրը Սերգեյ Շահվերդյանն է, ով 1988 թվականին ընտրվել է կռունկի անդամ, հատկապես երիտասարդ սերնդի համար պարզաբանենք, որ կռունկը դա մի ընտրովի մարմին էր, որ գործում էր Ստեփանակերտում եւ Ղարաբաղ կոմիտեի հետ զուգահեռաբար ղեկավարում էր Արցախյան շարժումը։ Հետո պարոն Շահվերդյանը բացառապես իր ուժերով եւ միջոցներով հիմնադրել է Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, ինչից հետո նաեւ ինքը պաշտոնավարել է որպես նախարար, մասնավորապես եղել է Արցախի Հանրապետության մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարը։ Բարև ձեզ, պարոն Շահվերդյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ այս հսկայական ամբիոնը ինձ տրամադրելու համար։ Եվ ավանդաբար առաջին հարցը Արցախի բարբառով, հունցուկ գրեցալեք տղվարվիկ։ Չգիտեմ, այստեղ արժեր Արցախյան բարբառով պատասխանել, բայց ամեն դեպքում բոլորի համար հասկանալի լեզվով պատասխանեմ, որ այո, տեղավորվել ենք, սկսել ենք հարմարվել նոր վիճակին, մեր ընտանիքը բոլոր անդամները աշխատում են, սակայն հարմարվել նոր վիճակին չի նշանակում մոռանալ ձգտումը հավաքական վերադարձի, մենք ապրում, արարում, աշխատում ենք հենց այդ գաղափարախոսության ներքո։ Ինչով եք հիմա զբաղված։ Ես շարունակում եմ նախագահել Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալության հասարակական կազմակերպությունը, որը ավելի քան շուրջ 20 տարի է, որ աշխատում է եւ բավականին մեծ ներդրում ունի Արցախում զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործում, մասնավորապես մեր կազմակերպության միջոցով իրականացրել են զբոսաշրջության զարգացման ուղղված զանազան ծրագրեր, այդ թվում նաեւ ճանապարհային ցուցանակների տեղադրում, այդ թվում պատմամշակութային հուշարձանների մոտ տեղեկատվական ցուցանակների տեղադրում, բազմաթիվ բրոշյուրներ, գրքույկների հրատարակություն եւ երևի ամենակարևոր գործը, ինչ որ մենք արել ենք ժամանակին, դա 2004 թվականին Նիկոլ Դումանի տուն-թանգարանի հիմնադրումն է իր հայրենի Ծաղկաշատ գյուղում Ասկերանի շրջանում, որը ի դեպ մինչև նույնիսկ տեղահանություն մենք ավելի ընդլայնում էինք, զարգացնում էինք, հավաքածուն էինք մեծացնում։ Իսկ այդ թանգարանի ճակատագրի հետ կապված մենք թանգարաններին առանձին անդրադարձ կկատարենք, իսկ Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, որը կարծեմ, եթե չեմ սխալվում, նաև ձեր սեփականությունն էր, դրա ճակատագրի հետ կապված։ Նայեք, Արցախում մենք թողել ենք 20 թվականի պատերազմից հետո ու տեղահանությունից հետո Ադրբեջանի տիրապետության տակ նվազագույնը 30 թանգարան ու թանգարանային հավաքածուներ։ Ինչու ասում ենք նվազագույնը 30, որովհետև բացի պետական թանգարաններից ու պետական մշակութային արվեստի գործերի հավաքածուներից մենք ունեինք բազմաթիվ մասնավոր հավաքածուներ, որոնց թիվը հայտնի կդառնա, երբ որ արդեն որևէ կառույց, որևէ մարմին սկսի ուշադիր ձևով հանգամանալից ուսումնասիրել ամբողջ հարցը։ Այս նվազագույնը 30 թանգարանների մեջ էր նաև Նիկոլ Դումանի տուն-թանգարանը իր բացառիկ հավաքածուով, որը վերաբերում էր թե Նիկոլ Դումանի կյանքին ու գործունեությանը եւ թե նաև ինքը ազգագրական թաղամաս է վերածվել տարիների ընթացքում ու մեծ ազգագրական հավաքածու ուներ։ Մենք որևէ տեղեկություն չունենք այն 30 թանգարանների
հավաքածուների ճակատագրից։ Միակ տեղեկատվական աղբյուրը դա ադրբեջանական լրատվամիջոցները կամ ավելի շատ սոցիալական կայքերում հրապարակվող ադրբեջանցիների կողմից նյութերներ, որտեղ երբեմն մենք տեսնում ենք նաև թանգարանների մասին տեղեկատվություն, մենք գիտենք օրինակ, որ հստակորեն Հադրութի հայրենագիտական թանգարանը ավերվել է ամբողջությամբ, հավաքածուն կողոպտվել է դեռ 20 թվականին, մենք գիտենք, որ կողոպուտի է ենթարկվել Շուշիի պրոֆեսոր Գաբրիելյանցի անվան երկրաբանության թանգարանը, այսինքն այդ մասին վկայում էին սոցիալական ցանցերում հրապարակված նյութերը, որևէ այլ տեղեկություն, որևէ այլ թանգարանի վերաբերյալ մենք չունենք, այդ թվում նաև Նիկոլ Դումանի տուն թանգարանի վերաբերյալ, բայց նայեք, քանի որ մենք ակնհայտորեն տեսնում ենք հայրենիքի ջնջման Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, մենք պետք է համարենք, որ այն ամբողջական, այն շարժական մշակութային ժառանգությունը Արցախի ժողովրդի, որը մնացել է Արցախում, կամ ոչնչացված է, կամ ոչնչացվելու է ժամանակի ընթացքում։ Այսինքն նույնիսկ ավելորդ է հարցնել ցուցանմուշների ճակատագրի մասին, այնուամենայնիվ ինչ-որ բան ստացվեց փրկել։ Նայեք, մեր ամբողջ մշակութային ժառանգությունը իմ խորը համոզմամբ, եւ դա ապացուցում է բազմաթիվ տեսանյութերով, որոնք հրապարակվում են Ադրբեջանի կողմից, բազմաթիվ Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով վտանգված է։ Մենք ցավոք, եթե խոսքը գնում է Նիկոլ Դումանի տուն թանգարանի մասին, ոչինչ չկարողացանք դուրս բերել հայտնի պատճառներով, որովհետև չունեցանք վարելիք, որպեսզի կարողանանք գնալ այնտեղից ինչ-որ բան վերցնել, ու գնալ վերցնելն էլ դեռ չի նշանակում, որ դա կարող է երաշխավորված հակարի կամորջով դուրս բերվել, այնպես որ մեզ մնում է միայն վիրտուալ հարթակներում ունենալ մեր թանգարանների հավաքածուները, եւ այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է կատարվել ժամանակի ընթացքում, օրինակ 22 թվականին բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության հանրային պետական խորհրդի կողմից վերստեղծվել են Շուշիի 7 հավաքածուների կատալոգները պատկերազարդ ու տեղադրվել, հրապարակվել էլեկտրոնային տիրույթում, ու այդ գործը պիտի շարունակվի։ Հիմա մենք որոշակի հնարավորություններ ունեցանք շարունակելու այդ գործընթացը ու 4 այլ Շուշիի թանգարանների հավաքածուների վերստեղծման աշխատանքներն ենք իրականացնում, որոնք կավարտենք երևի հունիսի սկզբներին, բայց դա մեծ հսկայական գործ է ու ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս հարցում շատ մեծ բաց թողում ունեն։ Պատկերացրեք, որ Հայաստանի պատկան մարմինները չեն տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, կորուսյալ թանգարանային հավաքածուների վերաբերյալ, չեն տիրապետում ամբողջական տեղեկատվությանը մոնումենտալ արվեստի կոթողների վերաբերյալ, որոնք պատմամշակութային հուշարձան չեն, բայց մոնումենտալ արվեստի լավագույն նմուշներն են, որ Ստեփանակերտում գրեթե ամբողջությամբ ոչնչացված է, այսինքն այն այսպես կոչված տնային աշխատանքը, որը պիտի կատարվի մշակույթի նախարարության կողմից արխիվացնելու, հավաքագրելու, ամբողջականացնելու ապացուցողական բազայով
մեր այնտեղ թողած մշակութային ժառանգության մասին տեղեկատվությունը չկա, այդ գործունեությունը չի իրականացում, թողնված է զանազան տարբեր անձերի եւ հասարակական կազմակերպությունների վրա, չեմ էլ ասում, որ մշտադիտարկման խնդիրները եւս թողնված են հասարակության վրա, ասել կուզեմ, որ սա մի գործունեություն է, որը անկախ քաղաքական այսօրվա ուղեգծից մոռացության մատնելու Արցախը եւ Արցախի խաղաղության պահանջատիրությունը պետք է իրականացվի, որովհետեւ հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգության հանդեպ, որտեղ էլ որ նա գտնվելիս լինի։ Անցնենք հուշարձաններին, պարոն Շավերդյան։ Անցնենք։ Նույն ինչ որ ասացի շարժական մշակութային ժառանգության վերաբերյալ, որ պետք է ամբողջությամբ համարել, որ ոչնչացման վտանգի տակ է, նույնը վերաբերում է նաև պատմամշակութային հուշարձանների, անշարժ մշակութային ժառանգության։ Իհարկե մենք գիտակցում ենք, որ ոչնչացնել 5000 հուշարձանը շատ ավելի դժվար ու երկարատև գործընթաց է, քան թանգարանային հավաքածուները, բայց այդ գործընթացը սկսված է ու ինքը տարբեր ուղղություններով է ընթանում։ Առաջին մեկ ուղղությունը դա ուղղակի ոչնչացումն է մեր ժառանգության, այդպիսի բազմաթիվ փաստեր ունենք Շուշիի կանաչ եկեղեցին, Քարինտակի պատմական թաղամասերը, Ստեփանակերտի պատմական թաղամասերը, զանազան այլ տեղերում եկեղեցիների ոչնչացումը, իսպար հողին հավասարեցումը, այդ մեկ մոտեցումը ոչնչացնել, երկրորդ մոտեցումը այն ինչ որ չի տարբեր պատճառներով նպատակահարմար չեն համարում ոչնչացնել, պարզապես փոխվում է իր պատմական պատկանելությունը, դա կոչվում է աղվանացում, երբեմն դա ավելի շատ աղվանացնում է պատմական մեր ժառանգությունը, երբեմն ուղղափառացվում է, ինչ օրինակ այդ ուղղությամբ մեծ գործ է արել Ադրբեջանը, կան կոնկրետ օրինակներ, կապված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ, կանաչ ոչնչացրել են ընդհանրապես, իսկ Ղազանչեցոցը փորձում են հայտարարել, մեր հայտարարում են ուղղափառ, մեր հայտարարում են աղվանական, ու այսպես մյուս երեսը պատմամշակութային հուշարձանների անվերման վերաբերվում է դրա կարևոր մասերի արձանագրությունների ոչնչացման կամ փոփոխման։ Այդ մասին ուղղակի հայտարարել էր Ադրբեջանի Հանրապետության նախագահը Հարությունի շրջանի Ծաղկավանք տաճարը այցելելիս ինքը ցույց է տվել միջնահարյան մեր արձանագրությունները ու պահանջել, որ դրանք պետք է փոխվեն, որովհետև դրանք կեղծ են։ Այս երեք ուղղություններով են աշխատում ադրբեջանցիները կապված հայկական մշակութային ժառանգության հետ ու երեք ուղղությունն էլ բերում են, եթե ոչ հուշարձանի ոչնչացման, այլ գոնե հուշարձանի կերպարանափոխման ու պատմական պատկանելության փոփոխության։ Արխիվների կորուստն էլ անդառնալի է, չափազանց մեծ կորուստ է, սկսած այն փաստից, որ մարդիկ կենսաթոշակի անցնելու համար արդեն խնդիրներ են ունենում։ Խոսենք արխիվների կորուստից։ Նայեք, մենք սովորաբար որ խոսում ենք մշակութային այն զանգվածի մասին, որը թողել ենք Ադրբեջանի տիրապետության տակ, անցել է ադրբեջանական տիրապետության տակ, շատ քիչ ենք հիշատակում արխիվները։ Արխիվները դա ոչ մեր հիշողության պահպանման կարևորագույն միջոցներից մեկն է։ Մենք թողեցինք Ադրբեջանի տիրապետության տակ պետական արխիվները, մեր
ամբողջությամբ գրեթե մենք հանրային հեռուստատեսությունը թողեց արխիվները այնտեղ, ռադիոն թողեց արխիվները այնտեղ, Ազատ Արցախ թերթը թողեց արխիվները այնտեղ, այսինքն եթե վերցնենք օրինակի համար Ազատ Արցախ թերթը դա 1924 թվականից գրեթե 100 տարի անխափան հրապարակվող պարբերական է, որը մեր անցյալի լավագույն թղթին հանձնված հիշողությունն է, այդ հիշողությունը այլևս չկան պետական հաստատությունների արխիվները, նրանք որոնք չեն հասցրել այդ հաստատությունների ղեկավարները ոչնչացնել չհանձնելու համար թշնամուն մնացել են թշնամու տիրապետության տակ, մյուս մասը հրդեհվել է ու չկա, էլի չկա։ Դրան զուգահեռ մենք շատ մեծ ցավալի կորուստ ունեցանք անհատական մարդկանց հիշողությունների առումով, որովհետև մարդկանց զգալի մասը չի կարողացել իր հետ տեղափոխել ոչ միայն իրենց ընտանեկան պատմության հետ կապված արխիվները, այլ նաև իրենց իրավական փաստաթղթերը։ Այդտեղից էլ բխում են բազմաթիվ հարցեր կապված թե քաղաքացիություն ընդունելու հետ, թե տարբեր ծրագրերի մասնակցելու հետ, թե ամենակարևորը կենսաթոշակի հետ։ Ես վստահ եմ, որ այդ հարցերի շուրջը բավականին մեծ արձագանքներ կան, հանրությունը բավականին մեծ հետաքրքրություն է ցույց տալիս, մամուլը հետաքրքրություն է ցույց տալիս ու այս հանրայնացնելով այս խնդիրները մենք կարող ենք հասնել նրան, որ Հայաստանի պատկան մարմինները ի վերջո հաշվի կառնեն ստեղծված իրավիճակը ու համապատասխան դյուրացումներ կառաջարկեն հասարակությանը։ Որպես որոշակի ճանապարհ անցած արցախցի ուզում եմ այսպիսի մի կարելի ասել ցավոտ հարց շոշափել, խոսքը ետդարձի մասին է, հայրենադարձության մասին է, հավատում եք, որ հնարավոր է դա լինի թեկուզ մի քիչ ավելի հեռուի մի երանելի օր։ Նայեք, մեր իրավունքները միջազգայինորեն ճանաչված են վերադարձի իրավունքները, կա համապատասխան դատարանների որոշումներ, կան համապատասխան կոնվենցիաներ, մեր խնդիրը այն է, որ այդ մեր վերադարձի տեսիլքը կարողանանք արթուն պահել այնքան ժամանակ, մինչև որ կստեղծվեն վերադարձի համար նպաստավոր պայմաններ։ Ցավոք սրտի վերադարձի խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար կարծես թե փակված է ու դրա ամենավառ արտահայտումը հենց ապրիլի 5-ի Հայաստանի արտգործնախարարության գրավոր պատասխաններ լրատվամիջոցներից մեկին մենք չենք կարող հաշտվել այդ գաղափարի հետ, որ Հայաստանի Հանրապետությունը, որը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, մի օր կարող է իսպար փակել այդ հարցը, չէ՞ որ Արցախի ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները ավելի քան 30 տարի իրենց մասնակցությունն էին բերում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը, մշակութային զարգացմանը, պաշտպանությանը, այնպես որ այսօր որ երբ փորձում են արհեստականորեն տարանջատել Արցախի ժողովրդին ու Հայաստանի ժողովրդին, մի քիչ նույնիսկ ծիծաղալի է, որովհետև մենք մեծացրել ենք արդեն մի ամբողջական սերունդ նոր, որի համար Հայաստանն ու Արցախը դա մեկ պետություն է, այսինքն դա այն իրականության արտացոլումն է, որը կար 30 տարի, մենք ապրում ենք մեր մեկ պետության մեջ, որի մի հատվածը ուրիշ ինչ-որ անվանում ուներ, մենք ունենք միասնական հարկային դաշտ, տնտեսական դաշտ և այլը, ամենակարևորը պաշտպանությունը իրականացվում էր միասնական այդ միասնական դաշտի միջոցով ու այսօր խոսել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության
մի հատվածի մասին մոռացության պետք է մատնել, իմ կարծիքով ահավոր սխալ բան է, ու նաև պետք է նշել, որ ես չգիտեմ ինչ տրամաբանություն են դնում օրվա իշխանությունները մոռացության տալով Արցախի հարցը, որովհետև հենց Արցախի հարցի մշտարթում պահելն է զսպողական ինչ-որ մի գործոն Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դեմ, ու հենց Արցախի վերադարձի հարցի շոշափումը միջազգային ասպարեզներում կարող է աջակցել, որպեսզի խաղաղություն հաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որին ճիշտը ես չեմ հավատում երբեք։ Այսինքն մյուս տարին Արցախում կարգախոսը ուժի մեջ է։ Նայեք, մեր հարկադրված բռնի տեղահանությունից հետո ոչ մի օր այդ ձեր ասած կարգախոսի վրա ոչ մի կասկած չունի, հիմա էլ վերահաստատում, այո, ու գիտեք, այնպես կարող է պատահել, որ մենք հայտնվենք անսպասելիորեն մեր բաղձանքների իրականացման շեմին ցանկացած օր։ Դա Աստված։ Պարոն Շաբերյան, երբ ասում ենք Արցախ, ինչ եք մտաբերում, որևէ դեպք, որևէ բնակավայր, որևէ իրադարձություն, խորհրդանիշ։ Դեք Արցախյան շարժման իմ մասնակցությունը ես համարում եմ իմ ամենակարևոր ու պանծալի, իմ կյանքի ամենակարևոր ու պանծալի ջերից մեկը, ու երբ ասում ենք Արցախ, իհարկե ինձ համար ամենավառ հիշողությունները կապված չեն ոչ պատերազմի հետ, ոչ շրջափակման հետ, դա Արցախյան շարժման ամենաակտիվ ժամանակաշրջանն է, որ հիշում եմ անընդհատ, այն մարդկանց հոծ բազմությունը, որը միավորվելով մեկ գաղափարի շուրջը ու անտեսելով այն ժամանակվա իշխանությունների ճնշումները համախմբվեց Ստեփանակերտի ժամանակ անունը Լենինի հրապարակում էր, սա երևի ամենավառ հիշատակն է, իհարկե տարբեր դրվագներ ունեմ, որ կարող եմ այստեղ բերել, բայց ամենավառը հենց այդ փետրվարի 20-ի հավաքն էր, 88-ի վերելքը, 88 թվականի, այո։ Պարոն Շաբերյան, ինչ կցանկանայիք ավելացնել, ինչի վերաբերյալ ձեզ հարց չեմ ուղղել։ Ես նայեք կուզեի որպեսզի մեր հայրենակիցները վստահությամբ լցվեն, որ այս դժվար, այս անտանելի վատ օրերը անցնելու են։ Մի օր մենք բոլորս ապրելու ենք երջանիկ, վերսկսելու ենք ապրել երջանիկ, ու այն ժամանակ կհիշվեն այն անձերի անունները, որոնք հիմա ամեն ինչ անում են, որպեսզի մասնատեն հայ ազգը, այն անձանց անունները, որոնք ուղղակի հակահայկական քարոզչություն են տանում, այն անձանց անուններն ենք հիշելու, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը փաստացի չլինի։ Մենք իհարկե այսօր էլ, վաղն էլ, մյուս օրն էլ հիշելու ենք բազմաթիվ մեր հայրենակիցների անուններ և արածները, թե արցախայության համար, թե հայրենիքի պաշտպանության համար, որոնք ամեն ինչ որ կարողացել են ներդրել են, որպեսզի ունենանք ավելի երջանիկ, ավելի հզոր ու միացյալ հայրենիք Հայաստան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Բարեկամներ, ես Կարեն Միրզոյանն եմ, կհանդիպենք։